90-ական թվականներ երկրաշարժից, տնտեսական ճգնաժամից եւ Ղարաբաղյան հակամարտությունից տուժած Հայաստանի Հանրապետությունը առողջապահական համակարգի բարեփոխման առաջին քայլեր դրանում։ Կառավարման եւ ֆինանսավորման խորհրդային համակարգը կաթվածար էր եղել։ Եվ Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ սկսեց իրականացնել առողջապահության ոլորտի արդիականացման ծրագրերը։ «1997-ից 2003 թվականներին առողջապահության ֆինանսավորում եւ առողջության առաջնային պահպանման զարգացում ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար։ 2004-ից 2015 թվականներին առողջապահության համակարգի արդիականացում։ Առաջին փուլ շուրջ 26 միլիոն ԱՄՆ դոլար, երկրորդ փուլ շուրջ 27 միլիոն ԱՄՆ դոլար, երրորդ փուլ լրացուցիչ ֆինանսավորում ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլար։ 2013-ից 2019 թվականներին հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում 45 միլիոն ԱՄՆ դոլար։ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումները ունեցել են հետևյալ արդյունքները։ Քաղաքային բնակչության 85%-ի եւ գյուղական բնակչության 100%-ի համար մատչելի են դարձել ընտանեկան բժշկի ծառայությունները։ Մասնագիտացել են 1676 բժիշկներ եւ 1804 բուժքույրեր։ Մշակվել են 145 առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատուցման գործնական ուղեցույցներ։ Իլերում են առաջին ծրագրի ընթացքում արդիականացված 76 համայնքային բուժհաստատությունների հիմնանորոգվել եւ կառուցվել են եւս 97 գյուղական ամբուլատորիաներ։ Շուրջ 630,000 գյուղական բնակչության համար մատչելի է դարձել սպասարկումը նոր ամբուլատորիաներում։ Այսպես օրինակ, Տավուշի մարզի Սամանամերձ Ոսկեվան համայնքի նախկին ամբուլատորիան գործում էր մանկապարտեզի հին շենքում։ 2015 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ համայնքի 5% ներդրումով կառուցված Ոսկեվանի նոր ամբուլատորիան, որը սպասարկում է նաեւ հարևան Բաղանիս եւ Ոսկեպար համայնքները։ Ճիշտ ծառայությունը հենց այս շենքով ամատուցում ազգաբնակչությանը, առավել եւս Սամանան գյուղերում նման ամեն մի շինարարություն հավատանշանշուն վաղվա լավ օրվա, վաղվա ապագայի համար։ Ինչպես եք մոտենում է իրար ճնշումի այդ սանրակները, դրա համար ավելի վատ եմ զգում։ Ամբուլատորիան հագեցված է գույքով, սարքավորումներով եւ Սամանամերձ 3 գյուղերին հասանելի ու որակյալ առողջության առաջնային պահպանման ծառայություններ է մատուցում։ Գյուղի ժողովուրդը գալիս են, հաճախում են մեծ հաճույքով, ուրիշ տեղեր չեն գնում շատ։ Իր մաքրությունով, իր հարմարավետությունով ավելի ժողովրդին հարմար է այստեղ։ Մի քիչ տատանումներ կար, նորմալ է, ճնշումը։ Բավականին երկար տարիներ աշխատել ենք խիստ անբարենպաստ պայմաններում։ Հիմա առավել եւս հաճելի մթնոլորտ է։ Իրականում աշխատելը ավելի հեշտացել, դիմելությունը նույնպես մեծացել է։ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի ամբուլատորիայի ներդրումները կազմել են 117,000 ԱՄՆ դոլար։ Այս սպասարկում է 3 գյուղեր 3500 բնակչությամբ։ Հիվանդանոցային օղակի բարեփոխումների նպատակներից էր ռեսուրսների օպտիմալացումը։ Առանց մասնագետների կրճատման ծախսերի նվազեցում, ամեն մարզում առնվազն 1 ժամանակակից հիվանդանոցի առկայություն, բնակչության լիարժեք բուժ սպասարկում իրենց բնակավայրերում։ Հիվանդանոցային համակարգի բարեփոխումներ։ Ներդրումները հիվանդանոցային օղակում առ այսօր կազմել են 61 միլիոն ԱՄՆ դոլար։ 2008-ից 2015 թվականների ընթացքում կառուցվել են Գյումրու եւ Մեղրու բժշկական կենտրոնները եւ վերակառուցվել 12 բժշկական կենտրոններ։ Աճել է մարդկային հոսքը դեպի բժշկական կենտրոններ։ Աճել է նաեւ մարզերում կատարվող վիրահատությունների թիվը։ Շուրջ 830,000 մարզային բնակչություն սպասարկվում է արդիականացված բժշկական կենտրոններում։ Մի վախեցի։
Չի ցավում, չէ՞։ Գավառի բժշկական կենտրոնը շահագործման է հանձնվել 2011 թվականի նոյեմբերին։ Այն հագեցված է ժամանակակից ախտորոշման եւ բուժման սարքավորումներով, մատուցում է նոր ծառայություններ։ Հիմա մի քիչ թեքվում եք դեպի աջ։ Նեղ մասնագետները, որոնք որ չունեին մինչև այդ, հիմա արդեն այս նորոգումից վերազինումից հետո ունենք։ Եվ ազգաբնակչության վստահությունը ավելացել է եւ հիվանդանոցի եւ բժիշկների նկատմամբ։ Իհարկե հնարավորությունների բացի Երևանից ուրիշ տեղ գնալու, բայց ինձ ցերատալիս մեր այրենիքը, մեր օղնուչուրը, մեր հարազատները, բոլորը մերն են։ Երբ ես տուն գնալու։ Երևի ասես որ շարունակվի վաղը կամ մյուս օր։ Կամ չի գնամ լավ էլ տեղ այլ։ Ծրագրի շնորհիվ Գեղարքունիքի մարզում առաջին անգամ սկսեց գործել հեմոդիալիզի ժամանակակից բաժանմունքը։ Հիվանդների բուժումը մայրաքաղաքում կազմակերպելու սոցիալական խնդիրը լուծվեց։ Ամուսինս երկար ժամանակ եղել է երիկամներից հիվանդ։ Երիկամների հիվանդացել է շատ վաղուց։ Հետո Երևանում 2 տարի բուժվեց, որ մեզ մոտ բացվել է հիվանդների վիճակը թեթևացել է, գնալ գալու համար մեծ ծախսեր էր պետք, հետո հիվանդները չէին կարող քնանալ, մի օր ճնշումները բարձր է, մի օր ցածր է, մի օր վատ են զգում։ Դրա համար այստեղ շատ հարմար է մեզ։ Գավառի բժշկական կենտրոնում ներդրումները կազմել են շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար։ Կենտրոնը սպասարկում է Գեղարքունիքի մարզը 245,000 բնակչությամբ։ Ներդրումների արդյունքում աճել է բուժված հիվանդների թիվը։ Համաշխարհային բանկի ծրագրերը նպաստեցին ոլորտի քաղաքականության մշակմանը եւ թափանցիկ կառավարմանը, նոր ծառայությունների ներդրմանը։ Գյումրու բժշկական կենտրոնը ստեղծվել է 3 հիվանդանոցների միավորման արդյունքում։ Այն Հայաստանի անկախությունից ի վեր առաջին նորակառույց բազմաֆունկցիոնալ հիվանդանոցն է։ Այստեղ պարկում են նևրոլոգիական հիվանդներ, որոնց մենք միշտ առաջ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ուղարկում ենք Երևան։ Իսկ հիմա մեր հիվանդանոցում կա, ընդամենը հարկավոր է իջացնել առաջի հարկ։ Չկանով ես եկե։ Շահագործումից հետո ավելի քան 30 նոր մասնագետ բժիշկներ են աշխատանքի անցել այստեղ։ Ավելացել է բուժանձնակազմը, աճել է վիրահատությունների թիվը։ Հիվանդանոցը կառուցելիս օգտագործվեցին նաև այն սարքավորումները, որոնք նախկինում չեն եղել ու ծառայություններ, որոնք նախկինում ընդհանրապես չեն եղել մարզում։ Վառ օրինակն էր նաև այդ կոմպյուտերային տոմոգրաֆիան, ել չեմ ասում, որ սրտի ինվազիվ միջամտության մասին նույնիսկ երազել մարզերը երևի թե չէին կարող։ Կենտրոնում այժմ գործում է անգիոգրաֆիայի, սիրտը սնուցող անոթների հետազոտության եւ բուժման ծառայությունը։ Ինչպես եք։ Լավ է։ Վիրահատությունը ինչպես անցավ ձեզ, որ վիրահատեցիք։ Շատ լավ է, եթե ստեղ չենեիք Երևանեղների այդ բանը կարող է չասնեի, բժիշկ ջան։ Կարևորը լավ եք զգում։ Ներնոքսեզ է, հա։ Շիրակի մարզում առաջին անգամ սկսեցին մատուցվել մի շարք ծառայություններ։ Այդ թվում էնդոսկոպիկ վիրաբուժություն, իմունոֆերմենտային լաբորատորիա, տրեդմիլ եւ բազմաֆունկցիոնալ ռենտգեն հետազոտություններ։ Գյումրու բժշկական կենտրոնի կառուցման եւ վերազինման ծրագրի ներդրումները կազմել են շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար։ Կենտրոնը սպասարկում է Շիրակի մարզը 282,000 բնակչությամբ։ Այժմ Հայաստանի առողջապահության նախարարությունը համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է նոր ծրագիր։ Այն ուղղված է Հայաստանում մահացության պատճառ հանդիսացող առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը եւ կանխարգելմանը։ Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունը Հայաստանում կազմում է մոտ 48%, չարորակ նորագոյացություններից 20%, շաքարային դիաբետից 4%։ Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում ծրագրով առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվում են բնակչության անվճար սկրինինգային հետազոտություններ։ Շաքարային դիաբետի սկրինինգ 35-ից 68 տարեկային խումբ, զարկերակային գերճնշման սկրինինգ 35-ից 68 տարեկային խումբ, արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ կանանց 30-ից 60 տարեկային խումբ։ Ծրագրով նախատեսվում են արյունաբանական կենտրոնի արդիականացում եւ տարածաշրջանային նշանակության ոսկրածուցի փոխպատվաստման բաժանմունքի եւ ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծում։
Ժամանակակից ճառագայթային բուժման կենտրոնի հիմնում, Սևանի նոր բժշկական կենտրոնի կառուցում, Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցում։ Ներդրումների արդյունքում էապես բարելավվել է եւ շարունակում է բարելավվել առողջապահության համակարգը։ Բարձրացել է ծառայությունների որակը եւ մատչելիությունը ինչպես Հայաստանի մարզերի, այնպես էլ Երևան քաղաքի բնակչության համար։